Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ Կարեն Աբրահամյանի սպանության գործով հետաքննությունը շարունակվում է։ Մերձավանում ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։ Միևնույն ժամանակ, ըստ մամուլի, իրավապահները լուրջ դժվարությունների են բախվում կալանավորված երկու անձանց անվտանգ պահման հարցում բռնցքամարտության մտավախության պատճառով։ Արմլուրեյեմին Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի եղբայրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Դավիթ Ախտոյանը հաստատել է, որ 4 օր առաջ խուզարկվել է նրանց տունը։ Դավիթ Ախտոյանը նշել է, որ խուզարկությունն իրականացվել է իր ներկայությամբ եւ որևէ բան չի հայտնաբերվել։ Արմլուրին նաեւ հայտնի է դարձել, որ սպանությունների գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եւ Գևորգ Հարությունյանի պահման հարցը իսկական գլխացավանք է դարձել իրավապահների համար։ Փորձել են նրանց տեղափոխել Արմավիր քրեակատարողական, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով հիմնարկի ղեկավարությունը հրաժարվել է ընդունել նրանց։ Իրավապահ համակարգում մտավախություն ունեն, որ համայնքում սիրված Վալոդիա Գրիգորյանի սպանությունը կարող է վրեժխնդրության պատճառ դառնալ նույնիսկ բանտում։ Իրավապահները պնդում են, որ այս գործը բացահայտված է, սակայն սպանվածի հարազատները վստահ են, որ կան պատվիրատուներ եւ պահանջում են հայտնաբերել ու Հայաստանը վերադարձնել Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանին։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անհետ կորած զինծառայողի հորեղբոր Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում, ահազանգել է փաստաբան Տաթև Սողոյանը։ Ըստ պաշտպանի դատարանը Ղուկասյանին կալանավորել է անտեսելով նրա առողջական լուրջ խնդիրները։ Ղուկասյանը մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, 3 անգամ ստենտավորվել է, սրտի աշխատանքը ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք, հայտնել է փաստաբանը։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է մեր երկրում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին, պնդելով Հայաստանի իշխանությունները քաղաքական հաշվեհարդար եւ հետապնդում են իրականացնում իր նկատմամբ։ Ըստ Ղուկասյանի, քաղաքական հետապնդումը սրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հրապարակային հրահանգից հետո, թե Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային եւ քաղաքական դաշտից։ Ղուկասյանը սա գնահատում է որպես իր ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք, որպես հետապնդման վերջին դրսևորում հիշատակվում է հոկտեմբերի 7-ին քաղաքապետի ավտոմեքենան առգրավելու ոստիկանության փորձը։ Մենք էլ մեր ձևով ենք մասնակցել այդ ամեն ինչին։ Գործարար Սամվել Կարապետյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը քաղբանտարկյալներ են համաձայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի 2012 թվականին ընդունված թիվ 1900 բանաձևի։ Այն հստակ սահմանում է քաղբանտարկյալի կարգավիճակի չափանիշները։ Այս գնահատականը հիմնված է այն փաստարկի վրա, որ նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումը պայմանավորված է իրենց արտահայտած քաղաքական հայացքներով եւ ոչ թե կոնկրետ հանցագործություններով։ Այս մասին հիշեցրել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը։ Մեր ձևով շարժումն այսօր Սևանում գրասենյակ է բացել։ Սա երկրորդ մարզային գրասենյակն է Գյումրիից հետո։ Սևան աշխատանքային այցի ընթացքում շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ու անդամները ծանոթացել են գրասենյակի պայմաններին, զրուցել են քաղաքացիների հետ, պատասխանել հարցերին։ Շատերը հարցնում են Մի րոպե մի բան ասեմ Facebook-յան տեսանյութերի շարքի հերթական էպիզոդն է ներկայացրել Հայաստանի վարչապետը։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչ տարբերություն կա 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների միջև։ 3-րդ հանրապետությունում սահմանադրության ժողովրդի ազատ կամարտահայտմամբ եւ քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, 4-րդ հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի։ 3-րդ հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է եւ ֆորմալ 4-րդ հանրապետությունում պետք է լինի հստակ եւ անառարկելի։ Եվ ի վերջո 3-րդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, 4-րդ հանրապետությունը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ հայրենիք փնտրելու կարիք չկա։ Իրանի արտգործնախարարություն են կանչվել Թեհրանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններն ու առաքելությունների ղեկավարները։ Իրանի արտգործնախարարությունն իր վճռական բողոքն է հայտնել Պարսից ծոցի հարցով Եվրամիության դիրքորոշման կապակցությամբ, հայտնում է պաշտոնական աղբյուրը։ Բողոքի պատճառը Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի եւ Եվրամիության համատեղ հայտարարությունն է, որը Թեհրանը որակել է միջամտություն։ Իրանը մասնավորապես դեմ է արտահայտվել Մեծ Թունդ, Փոքր Թունդ եւ Աբու Մուսա կղզիների նկատմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային պահանջներին աջակցելու, ինչպես նաեւ Իրանի պաշտպանական եւ միջուկային ծրագրերի վերաբերյալ արված հայտարարություններին։ Իրանի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, մեջբերում Եվրամիությունը պետք է պատասխան տա իր կործանարար պահվածքի համար, այլ ոչ թե կրկնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհիմն եւ քաղաքականացված հայտարարությունները։
Ուկրաինական զինուժը հարվածել է ռուսական Բելգորոդի մարզին, նախնական տվյալով 3 մարդ է զոհվել, կան վիրավորներ, հայտնում են ռուսական աղբյուրները։ Բնակելի շենքերից բացի թիրախավորվել է նաև շրջանի ֆիթնես կենտրոնը։ Շենքը մասամբ ավերվել է, ընթանում են աշխատանքներ փլատակներում գտնվողներին դուրս բերելու համար։ Եվրանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանին մեղադրել է Եվրամիության դեմ պատերազմ վարելու մեջ։ Եվրապաշտոնյան նախազգուշացրել է վտանգավոր զարգացումների մասին։ Միայն վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուսական MiG կործանիչները խախտել են Էստոնիայի օդային տարածքը։ Անօդաչու թռչող սարքերը թռիչքներ են կատարել Բելգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Դանիայի եւ Գերմանիայի կարևորագույն օբյեկտների վրայով, հայտնել է ֆոն դեր Լայենը։ Ըստ նրա, սա է տևողական եւ աճող արժավ է, որի նպատակն է պարակտել Եվրամիությունը եւ թույլատնել աջակցությունն Ուկրաինային։ Եվրամիությունը պատրաստում է պահպանեն խաղաղությունը պատրաստվածության ճանապարհային քարտեզ 2030 համապարփակ ծրագիրը։ Այն նախատեսում է մի շարք պաշտպանական նախաձեռնություններ, այդ թվում անօդաչուների պատի ստեղծումը։ Այսօր լուսադեմին Իսրայելի ռազմածովային ուժերը միջազգային ջրերում Գազայի ափերից մոտ 220 կիլոմետր հեռավորության վրա կալանել են Ազատության նավախմբի կոալիցիայի 3 նավ։ Նավերը Գազայի հիվանդանոցների համար տեղափոխում էին ավելի քան $110,000 բժշկական ապրանքներ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են իսրայելական ռազման նավերը շրջապատում նավերից մեկը։ Միանում են ազդանշանները, որից հետո զինվորները բարձրանում են տախտակամած եւ վնասում են տեսախցիկները։ Իսրայելական օկուպացիան եւս մեկ անգամ ռազմական հանցագործություն է կատարում միջազգային ջրերում։ Մենք չենք կանգնելու։ Ցեղասպանությունը պետք է դադարեցվի, իսկ շրջափակումը վերացվի, հայտարարել է Գազայի շրջափակման վերացման միջազգային կոմիտեն։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նավերն ու ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ եւ ակնկալվում է, որ շուտով կարտաքսվեն։ Այսօր իսրայելական ուժերը Գազա ուղևորվող եւս մեկ նավատորմ են կանգնեցել եւ ձերբակալել են 145 ակտիվիստի։ Թել Ավիվը պնդել է նավերի վրա գտնվողներն առողջ են։ Նրանց տեղափոխել են Իսրայել, որտեղից էլ կարտաքսվեն։ Անցած շաբաթ Իսրայելը կալանել էր մեկ այլ համաշխարհային Սումուտ նավախումբը, կազմված 42 նավից։ Հաղորդվում էր, որ ձերբակալվել են եվրոպացի մի շարք ակտիվիստներ, այդ թվում Գրետա Թունբերգը։ Պաղեստինի արտգործնախարարությունը միջադեպը որակել էր միջազգային իրավունքի խախտում։ Համաս շարժումը հրադադարի հաստատման իր պայմաններն է առաջադրել։ Պաղեստինյան խմբավորումը Եգիպտոսում Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ իսրայելական ուժերը պետք է անհապաղ դուրս գան Գազայի տարածքից։ Համասի բանակցային թիմի ղեկավարը համաձայնել է հրադադարի ամերիկյան պայմաններին, սակայն շարժման անհրաժեշտ են երաշխիքներ, որ պատերազմը կավարտվի եւ երբեք չի կրկնվի։ Իսրայելը պահանջում է, որ Համասը զենքերը վայր դնի, ինչին շարժումը դեմ է։ Ակնկալվում է, որ բանակցությունները ավելի արդյունավետ կդառնան եւ դրանց միանան Քաթարի ներկայացուցիչները եւ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում կլինի նաեւ Թրամփի ազգությամբ հրապեսան Ջարեդ Քուշները։ Ոսկու համաշխարհային գինը սահմանել է նոր պատմական ռեկորդ, առաջին անգամ գերազանցելով $4,000։ Գնի կտրուկ աճի հիմնական պատճառները աշխարհաքաղաքական լարվածությունն է, մասնավորապես Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում, ինչպես նաեւ քաղաքական անորոշությունները մի շարք երկրներում։ ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը, դաշնային պաուստային համակարգի կողմից տոկոսադրույքների հնարավոր իջեցման սպասումները եւ ԱՄՆ դոլարի թուլացումը նպաստում են ոսկու գրավչության բարձրացմանը։ Խոշոր տերությունները, ինչպիսին Չինաստանն է, շարունակում են ակտիվորեն ավելացնել ոսկու պաշարները, ինչը մեծացնում է պահանջարկը շուկայում։ Համաշխարհային գների աճին զուգահեռ ոսկին թանկացել է նաև Հայաստանում։ 1 գրամ ոսկու արժեքը սկսվում է 48,000 դրամից։ 2025 թվականի ընթացքում ոսկու գինն աճել է ավելի քան 50%-ով, շարունակելով վերջին 2 տարիների թանկացման միտումը։ Փորձագետները կանխատեսում են, որ եթե համաշխարհային անորոշությունները պահպանվեն, ոսկին կշարունակի թանկանալ։ Ֆրանսիայում կառավարական ճգնաժամի ֆոնին նախագահ Էմանուել Մակրոնը այսօր հայտարարություն կանի։ Իրադարձությունների զարգացման 2 սցենար են կանխատեսում վերլուծաբանները։ Մակրոնն այսօր կամ կհայտնի փոխզիջման գնալու կամ ազգային ժողովը ցրելու մասին։ Ֆրանսիայի հեռացող վարչապետ Բենյամին Լեկորնյուն հայտարարել է, որ մինչև տարեվերջ կհաստատվի 2026 թվականի պետական բյուջեն, ինչը նշանակում է, որ Մակրոնը կընտրի փոխզիջման ճանապարհը։ Իդեպ Ֆրանսիայի ազգային ժողովի բյուրոն այսօր մերժել է Մակրոնին իմպիչմենտ հայտարարելու պահանջը։ Դրանք պարզաբանել են, որ չկան բավարար հիմքեր գործընթացը սկսելու համար։ Էկվադորում բողոքավորները քարերով հարձակվել են նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյան վրա։ Նախագահի մեքենայի վրա նաև փամփուշտի հետքեր են հայտնաբերել։ Հարձակումից երկրի նախագահը չի տուժել։ Էկվադորում գործադուլներ են, քաղաքացիները բողոքում են դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման որոշման դեմ։ Իսպանական Մադրիդի կենտրոնում կառուցվող շենք է փլուզվել, կան զոհեր, փրկարարները փորձում են փրկել փլատակներում ողջ մնացած բանվորներին եւ հանել զոհերի մարմինները։ Առնվազն 4 մարդ համարվում է անհետ կորած, տարհանվել են հարևան շենքերի բնակիչները, քանի որ դեռ կան նոր փլուզման վտանգ։
Տարածված լուրերը, թե Իրանում վերացվել է հիջաբի պարտադիր կրումը, ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը։ Իրանի իշխանությունը կասեցրել է ոչ թե հիջաբ կրելու պարտադրանքը, այլ դրա խախտման համար պատիժները խստացնող նոր օրինագծի կիրառումը։ Գործող օրենքը շարունակում է մնալ ուժի մեջ։ 2022 թվականի ցույցերից հետո Իրանի, հատկապես Թեհրանի փողոցներում շատ կանայք հրաժարվել են գլխաշոր կրելուց։ Իշխանություններն առայժմ աչք են փակում այս իրողության վրա, փորձելով խուսափել նոր հասարակական դժգոհության ալիքից, եկում սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների, պատերազմի եւ նոր պատժամիջոցների ֆոնին։ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում բացվել է Վլադիմիր Պուտինի անունը կրող նոր բնակելի թաղամաս 30 բազմաբնակարան շենքերով։ Այն գտնվում է 300 հեկտար տարածքի վրա եւ նախատեսված է 150,000 բնակչի համար։ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը Պուտինին անվանել է աշխարհի նշանավոր քաղաքական գործիչ, ասել, որ նա փրկեց չեչեն ժողովրդին եւ վերականգնեց հանրապետությունը։ FIFA-ն $15,000 տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ գրանցված խախտումների պատճառով։ FIFA-ի պաշտոնական կայքում նշվում է, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի եւ անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ, ներխուժման փորձ, ճայթուկների եւ այլ հրավառ առարկաների օգտագործում։ Կրիստիանո Ռոնալդուն դարձել է պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը, հեղինակավոր Bloomberg-ը նրա կարողությունը գնահատել է 1.4 միլիարդ $։ 40-ամյա պորտուգալացի լեգենդի ֆինանսական հաջողության մեջ վճռորոշ դեր է ունեցել 2023 թվականին Սաուդյան Արաբիայի Al Nasr ակումբի հետ կնքած պայմանագիրը, որը նրան ապահովում է տարեկան շուրջ $200 միլիոն աննախադեպ աշխատավարձ։ Բացի սա, Ռոնալդուն հագուստի մի քանի համաշխարհային բրենդների հետ ունի գովազդային թանկ պայմանագրեր, նաև սեփական բիզնեսները։